Մի քանի օր է ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է Մերձևանի դպրոցի հետ կապված միջադեպը։ Հանրության մեծ մասը աջակցում է ուսուցչուհուն, այդ թվում նաև հայ հայտնիներից շատերը։ Սակայն հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը որոշել է իր անկեղծ կարծիքը արտահայտել ու գրել է. Մերձևանի դպրոցի երեխաների ու ծնողների ու նաև այդ ուսուցչուհու պահվածքը, որքան էլ չգիտես ինչու բոլորդ հերոսացնում եք, սարսափելի էր, բայց եկեք թատրոն է երեխեքին ու իրենց ուսուցիչներին նայեք ու մի անհաջող օրինակով մի ամբողջ ազգի ապագա սերնդին մի պիտակավորեք։ Շոումեն Արամ Մելիքյանը առաջին հայ հայտնիներից էր, ով իր կարծիքը հայտնեց Մերձավանի միջադեպի վերաբերյալ։ Հիմա էլ նրա մայրը Տիկին Մանուշակն է գրառում կատարել ու արտահայտել իր կարծիքը։ Իդեպ Տիկին Մանուշակը ևս մասնագիտությամբ ուսուցչուհի է։ Նա մասնավորապես գրել էր. ուսուցիչը կոչում է, փոքր տարիքում միշտ խաղում էի դպրոց կամ բժիշկ։ Կյանքի ճանապարհն ինձ տարավ դպրոց եւ հասկացա, որ ուսուցիչն ամենաբժիշկն է, ով կարող է եւ խոցել եւ բուժել մանկական հոգին։ Սակայն մի բան գիտեմ, որ դպրոց մտնում է աշխատելու այն անհատը, ով գնահատում է այդ վեհ կոչումը՝ ուսուցիչ եւ ոչ դասատու։ Ուսուցչի ինստիտուտը սկսվեց ոտնահարվել այն ժամանակ, երբ կրթական ոլորտից հեռու մարդիկ դարձան այս ոլորտի նախարար եւ փոխանակ մտածեին ինչպես բարելավել կրթական համակարգն ու ուսուցչի աշխատանքի գնահատումը, ընդհակառակը օգտագործեցին իրենց պաշտոնն ի շահ իրենց կյանքի բարեփոխման եւ ամեն տոնի։ Ուսուցչի օր, կանանց տոն, սկսեցին հայտարարել. հարգելի ծնողներ, ոչ մի դրամահավաք չանեք, նույնիսկ ծաղիկներ արգելվում է նվիրել ուսուցչին, եթե մի դպրոցում գումար հավաքվի, տեղեկացրեք նախարարություն, եւ եթե մի ծնողի կողմից փորձ էր արվում ակնարկ շնորհակալ լինելու, հաստատ գտնվում էր մի ծնող, ով զանգահարում էր նախարարություն եւ այդ դպրոցի վրա բողոք ներկայացնում։ Ոչ մի ուսուցիչ, հատկապես երբ աշխատում է այս գրոշներով, կարիքը չունի ոչ մի ծնողի նվերի, սակայն ոչ ծնողը, ոչ էլ այս հայտարարությունն անող նախարարները չհասկացան, որ երեխաներին զրկեցին շնորհակալ լինելու կարևոր զգացումից, հարգելու եւ ոչ անարգելու, հատկապես այն մարդկանցից, ովքեր իրենց կրթում եւ սնում են գիտելիքով եւ մարդկային որակներով։ Հարգելի ծնող, հանուն ձեր վաղվա օրվա հարգեք դպրոցն ու ուսուցչին, այն շատ կարևոր է ձեր եւ ձեր երեխայի ապագայի համար, իսկ այն ուսուցիչն էլ, եթե ուսուցիչ չէ, այլ դասատու է, ավելի լավ է իրեն հաջողացնի այլ ոլորտում, գրել էր Տիկին Մանուշակը։ Մերձավան գյուղի դպրոցի սկանդալային դեպքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Այս անգամ թեմային անդրադարձել է նաև բլոգեր Կարո Այրումյանը, ով մասնավորապես ընդգծել է, որ ապշած է ծնողների պահվածքից, երբ կարող են երեխայի նման պահվածքի վրա ծիծաղել։ Ներկայացնում ենք բլոգերի խոսքը առանց մեկնաբանության։ Ով մեծ լսարան ուղղակի չէի կարող այս թեմային չանդրադառնալ, մանավանդ որ հետևորդներից մեծ մասը երեխաներ ու դեռահասներ են։ Իսկ հիմա բոլորը արդեն հասկացաք, թե ինչի մասին եմ խոսելու, վերջին դպրոցի իրադարձությունների մասին, որ երեխաները բառից բուն իմաստով ինքնահաստատվում էին դասատուի վրա։ Լուրջ եմ ասում, այդ դասատուի վիճակը միայն տեսնելուց, ամեն անգամ ինչ-որ ռիլ հերթելուց աչքերս անկախ ինձանից լցվում է, հուզվում եմ։ Ուղղակի ապշած եմ ու չգիտեմ ոնց ճիշտ արտահայտվեմ, որ բառերս հնարավորինս ճիշտ լինի ու հաջող սերնդին ինչ-որ չափով էս բառերս փորձի ուղղել։ Ես հիմա դիմում եմ ձեզ, սիրելի երեխաներ, այն մարդկանց, ովքեր որ հարգում ու սիրում են ինձ։ Հարգեք ձեզանից տարիքով մեծերի, մանավանդ որ դիմացինը դասատու է ու քեզանից 40 տարի ամենակիչը մեծ է։ Ես իսկապես չգիտեմ ինչ ներքին բաներ է եղել դպրոցում, բայց միայն այդ կադրերը տեսնելով դատում եմ այդ տեսարանը։ Դասատուն ինչ էլ արած լինի, միևնույնն է, դիմացինը երբ տարիքով մեծ է, դու պետք է իրեն հարգես։ Ուղեղից մեջ անգամ չի տեղավորում, թե ոնց է ծնողը երեխայի հետևում կանգնած այդ ամենը տեսնելով ծիծաղում ու զվարճանում երեխայի պահելաձևից, որ դրա փոխարեն պետք է սաստեր ու նկատողություն աներ երեխային։ Մարդկանց մեջ չարությունը ակնհայտ շատացել է։ Իմ ժամանակ որ ես դպրոցում էի սովորում, կապ չունի, նույնիսկ եթե դասատուն էր սխալ, մենք բոլորս մեր ձայնը կտրում էինք եւ լսում էինք մեզանից տարիքովին եւ հարգում էինք մեզանից տարիքով մեծին։ Այժմ սիրելի երեխաներ, դիմում եմ բոլորիդ, եթե ձեր դպրոցներում նման ինչ-որ լարված իրավիճակ նկատվի, ապա ընդհանրապես լռեք եւ հարգեք ձեզանից մեծին։ Հավատացեք, այս կյանքում ընդհանրապես 1 րոպե լռությունը ձեզ որպես մարդ ավելի ուժեղ է դարձնում։ Իհարկե բոլորս ունենք ազատ խոսքի արտահայտման իրավունք, բայց ոչ այդ կերպ եւ ոչ դիմացինին հազրացնելով։ Ամեն բան ի վերջո ունի իր չափ ու սահմանը։ Ուղղակի մի փոքր շատ սիրեք ու հարգեք իրար։ Առանց այն էլ շատ դժվար ժամանակաշրջանում ենք բոլորս ապրում, որ դիմացինին թեւուտիկունք լինելու փոխարեն հակառակը այնպես ենք անում, որ քո անձի հանդեպ ուշադրությունը ու իբրև հարգանքը ավելի մեծացնելու համար իջեցնում ու ստորացնում են դիմացինին։ Հարգեք ու սիրեք իրար։ Ավելի
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն էր պարզաբանում տարածել Մարզավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ ԿԳՄՍ-ն խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մարզավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին, նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մարզավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո, առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին, ասված է պարզաբանման մեջ։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը, անդրադառնալով Մարզավանի միջնակարգ դպրոցի դասադուլին, ասել էր, որ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը հակափաստարկ չունի ու հույս էր հայտնել, որ խնդիրը առաջիկայում կհանգուցալուծվի։ Հիշեցնենք, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները պնդում էին, թե Դավթյանն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում և ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին։ Թեմային անդրադարձել էր նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականon ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մարզավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք ատելության խոսքի լայն տարածմամբ։ Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին։ Երեխաների թիրախավորումը պաշտպանն անթույլատրելի է համարում։ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նաև այն, որ այս բոլոր գործընթացներում չեն ապահովվում երեխաների կրթության և անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու, մանկավարժական աշխատողի մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններից պաշտպանված լինելու իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է պետության կողմից հանրակրթության բնագավառում անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման երաշխավորումը։ Պաշտպանն ընդգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում, այդ թվում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով, պետք է բացառվի խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն քարոզող արտահայտություններից և վարքագծից հատկապես հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Միաժամանակ պաշտպանը հորդորում է Մարզավանի միջնակարգ դպրոցի միջադեպի վերաբերյալ երեխաների մասնակցությամբ նյութերի հրապարակման և տարածման գործընթացում առաջնորդվել բացառապես անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետական չափորոշիչներով, առաջնահերթություն տալ երեխայի լավագույն շահին և երեխային չվնասելու սկզբունքին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև շոումեն Արամ Մելիքյանը, իր աջակցությունը հայտնելով ուսուցչին։